Իսակովի պողոտան է, մի կողմում անվերջանալի խցանումներ ու նյարդեր, մյուս կողմում եռացող շինաշխատանքներ։ Ճանապարհային դեպարտամենտն է հերթական անգամ ասֆալտապատում ճանապարհը, այն ճանապարհը, որը նույնիսկ սովորական օրերին է խցանված։ Իսկ այս դեպքում այն էլ աշխատանքի գնալու ժամին անհաղթահարելի է դարձել։ Մեքենաների հերթը կիլոմետրեր է ձգվում, վարորդների նյարդերն էլ չեն հերիքում։ Առավոտյան և երեկոյան ժամերին խցանումներն ավելի անտանելի են դառնում, բարձրաձայնում են վարորդները համացանցում։ Լավ գործ են անում, էլի դժգոհեք, շրջանցող ճանապարհ գտեք, մեկնաբանել է օգտատերերից մեկը վարորդի հոլովակի տակ, պատասխան է ստացել։ Հարավարևմտյան թաղամաս մտնող ճանապարհը փակ է, կասես ոնց շրջանցենք, հանդիպակաց դուրս եկողը մի գիծ է, հարավարևմտյան թաղամաս գնացողը պիտի գնար հասներ Բագրատունյաց Նոր Սեբաստիայով հետ գար, բայց այդ ամբողջ ճանապարհը փակ, կոլապս, փողոցում 4 հոգի էին աշխատում։ Հետո էլ նման մասշտաբի գործն անում են գիշերով ու հույսը չեն դնում նրա վրա, թե ասել ենք, որ փակում ենք, մենք էլ մեր համար բզբզում ենք։ Փողոցին կից բենզալցակայաններից մեկի աշխատակիցն արդեն մոտ 1 շաբաթ է ականատես է այս իրավիճակին։ Ասում է, մի քանի անգամ նույնիսկ վարորդները մեքենաներից իջել ու վիճել են։ Արդեն քանի օր է այս վիճակն է։ Լավ ասֆալտ է, ակուրատնի ասֆալտ է, այնքան տեղեր կան փոս, զիբիլ, կեղ։ Նրա պնդմամբ այս իրավիճակին գումարվել է նաև այն, որ Երևան եկող ճանապարհն այսօր ամբողջությամբ են փակել։ Աշխատանքներն էլ տևում են առավոտյան 6:30-ից մինչև ուշ երեկո։ Երևան եկողները երթևեկում են դեպի Էջմիածին գնացող ճանապարհի հանդիպակաց գոտիով 1 գծով, օրվա սկզբին ու ավարտին անհնար դարձնելով շարժը։ Ակտիվիստ Արթուր Չախոյանն ընդգծում է, Իսակովի պողոտան վերանորոգելն ամենամյա սովորություն է դարձել իշխանության համար, բայց այս անգամ պատճառը հարգելի է։ Իսակովի փողոցի ասֆալտապատման անհրաժեշտությունը ես չի տեսնում, բավականին նորմալ ճանապարհ է, բայց իր մի փոքր թերություններով, այնպես չէ, որ դա իդեալական ճանապարհ է, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում պատվիրակությունը մեծ գալու, սենց ասած հյուրերի առաջի ճանապարհն է։ Եվրոպայից է մայիսին Հայաստան ժամանող պատվիրակությունը։ Մակրոնը Ֆրանսիայի նախագահն էլ է Հայաստան գալու։ Հենց այս պատվիրակության ժամանումն ու սուղ ժամկետներն են Չախոյանի գնահատմամբ նման ծավալի շինարարության պատճառ դարձել։ Իսկ այն, որ Երևանում գտնվող փողոցի վերանորոգումը չի իրականացվում համայնքային բյուջեով, Չախոյանը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում։ Ինչ կապ ունի աջ կրպանից ես հանում, թե ձախ կրպանից ես հանում վճարում ասֆալտապատման աշխատանքի համար։ Փոխարենը խնդիր է տեսնում գումարները հերթական անգամ մսխելու և աշխատանքները արդյունավետ չիրականացնելու մեջ։ Երեկ չառաջ օրը տեսանյութ էր համացանցում հրապարակվել, թե ոնց են Իսակով փողոցում անձերի ժամանակ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնում, բնականաբար ես այդ ամենի նորմալ չեմ վերաբերվում եւ բնականաբար նման ասֆալտապատման աշխատանքները չեն կարող լինել որակյալ եւ այդ ասֆալտը պետք է քանդեն, թազա անեն։ Հակառակ դեպքում այդ ասֆալտը երկար կյանք չի ունենա։ Մեր նկարահանող խումբը եղավ շինաշխատանքների վայրում։ Իսակովի վերանորոգումն իրականացնում էր Արարատ Ճանշին կազմակերպությունը, իսկ նախատեսված գումարի չափի, ժամկետների և վերանորոգման առաջնահերթության պատճառների մասին աշխատանքները նախաձեռնած ճանապարհային դեպարտամենտը գրավոր հարցում պահանջեց։ Սեյդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։